Բարև ձեզ ընկերներ, անցած երկու պոդքասթում ես խոսացի Անգլիայի և Շվեդիայի կուսակցությունների մասին և ասացի, որ Անգլիայում գոյություն ունեն երկու կուսակցություն, սոցիալ-դեմոկրատները և թորիները, որ սոցիալ-դեմոկրատները պաշտպանում են իրենց բանվորների պահանջները կամ շահերը, իսկ թորի կուսակցությունը դա կապիտալիստների կուսակցությունն է և պաշտպանում է կապիտալիստների շահերը։ Ուրեմն կուսակցությունները պաշտպանում են շահեր և ուրիշ ոչ մի բան։ Իսկ Շվեդիայի կուսակցությունների մասին որ խոսում էի, ուրեմն Շվեդիայում ավելի շատ կուսակցություններ կան, ստենց որ մանրամասն բացատրեցի, այսինքն հիմնականում այս երկու կուսակցություններն են, այսինքն բանվորական և կապիտալիստների կուսակցությունը, բայց դրանց միջից կարող է պստիկ կուսակցություններ ծնվեն, որ եթե բանվորական կուսակցությունից է ծնվում, դա մի քիչ դեպի աջ է, իսկ եթե կապիտալիստներից է ծնվում, մի քիչ դեպի ձախ է։ Եվ սրանք էլ նորից պաշտպանում են իրենց անդամների կամ բանվորական կուսակցություններ կամ ձախերը և կոմունիստները պաշտպանում են բանվոր դասակարգի շահերը, իսկ աջակողմյան կուսակցությունները պաշտպանում են կապիտալիստների շահերը։ Ուրեմն այս երկու ծրագրի ներսը երբեք ես չխոսացի ազգայնության մասին և կուսակցությունները լինում են ոչ ազգային։ Կարող է մի քիչ ուրիշ ձև տված է, բայց ես կարող եմ ասեմ, օրինակ, այդ բոլոր երկրները չեն, որ մի ազգ է ապրում իրենց ներսը, օրինակ Շվեյցարիայում, որ հեսօրվա օրով աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է, Շվեյցարիայում նույնիսկ 3 լեզու են խոսում. ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, և այս 3 ժողովուրդներն այդտեղ ապրում են։ Ուրեմն եթե կուսակցությունները ազգային բնույթ ունենան, ուրեմն 3 հատ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն պիտի լինի, 3 հատ կապիտալիստական կուսակցություններ աջակողմյան, և եթե սրանց մեջտեղը փոքր կուսակցություններ կան, 30 կուսակցություն պիտի լինի այդտեղ։ Բայց այդպես չի, որովհետև կուսակցությունները պաշտպանում են կամ բանվոր դասակարգի կամ կապիտալիստների շահերը, ուրեմն այստեղ էլ երկու խումբ կուսակցություն կա, և դրանք ոչ մի կապ չունեն ազգայնականության հետ։ Եվ այսօր ես ուզում եմ խոսամ ոչ արդյունաբերություն ունեցող զարգացած երկրներում կուսակցությունների մասին։ Եվ ինչպես մի քանի անգամ նշեցի, կուսակցությունները առաջացել են արդյունաբերական զարգացած երկրների մեջ արդյունաբերության հետևանքով։ Եվ մեր երկրներում, որ մենք արդյունաբերություն չունենք, ուրեմն կուսակցությունը մի հատ կոպի է, որ մենք վերցրել ենք եվրոպական կամ զարգացած երկրներից և չգիտենք ինչ անենք այդ կոպիի հետ ինչ անենք։ Հիմա մի քանի օրինակ կբերեմ մի քանի երկրից, որ պարզ լինի ինչի մասին եմ խոսում։ Առաջին երկիրը, որովհետև իմ նայողները շատեր են սպարսկահայեր են, Պարսկաստանի թագավորի ժամանակվա կուսակցություններից եմ ուզում խոսեմ։ Ուրեմն թագավորի ժամանակ, որ հիմա այս «Զան զինդեգի ազադի» շարժումից հետո լրիվ պարսկական տելևիզիոններն ու վեբում փոդքասթները խոսում են թագավորական ռեժիմից, որ ինչ հոյակապ ռեժիմ էր, ինչ հոյակապ մարդ էր, ինչ խելացի ղեկավար էր և այլն, թագավորի ժամանակ Պարսկաստանում կար 3 հատ կուսակցություն, 3-ն էլ արգելված էին։ Ուրեմն այս կուսակցությունների մեջ մտնում էր Թուդե կուսակցությունը, Հեզբե Թուդե, գտնվում էր Ջեփեյ Մելի և Նեհզաթ Ազադի։
Նախ Թուդե կուսակցությունը սովետական միության համակիր կոմունիստական կուսակցություն էր։ Պարսկաստանում արդյունաբերություն մենք չունեինք թագավորի ժամանակ, այսինքն երբ ասում եմ արդյունաբերություն, կարող է մի երկու տեղի ինչ-որ պստիկ ֆաբրիկներ կային կամ ինչ-որ նավթի պետական ընկերության մեջ ինչ-որ բանվորներին աշխատում։ Ես որ ասում եմ արդյունաբերություն, այսինքն Գերմանիայի նման, Ֆրանսիայի նման, Անգլիայի նման։ Տենց արդյունաբերություն չունեինք։ Ուրեմն երբ արդյունաբերություն այդ մակարդակի չունես, ուրեմն կոմունիստական կուսակցությունը անիմաստ է, որտեղ կոմունիստական կուսակցության եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցության իրանց շարժիչ ուժը, մոտորը, դա բանվոր դասակարգն են, որը աշխատում են մեծ ինդուստրիներում։ Երբ դրանք գոյություն չունեն, ուրեմն կուսակցությունը լինում է միած սիրուն Mercedes-Benz-ի նման, որ մոտոր չունի։ Նույնիսկ Հեզբը Թուդեն արգելված էր եւ անդամակցության այդ կուսակցության մեջ արդեն պատժվում էր։ Եվ հետաքրքիր էր, որ այս կուսակցությունը հեղափոխությունից հետո մի ինչ որ ընտրությունների չեմ հիշում ինչեր, Հեզբը Թուդեն հավաքեց 520,000 քվե, այսինքն 520 մոտավորապես 520,000 հոգի քվեարկեցին Թուդե կուսակցության, որ այսքան ինքը անդամ չուներ։ Հեզբը Թուդեն ավելի շատ կողմնակիցներ ուներ, համախոհներ ուներ, քան թե անդամներ։ Իսկ 520,000 մի հատ երկիր վր 35 միլիոն է։ Եվ Հեզբը Թուդեն այն կուսակցություններ, Թուդե կուսակցություններ, այն կուսակցություններ, որ ուներ ամեն կուսակցության էլեմենտներն իր մեջ պարունակում էր։ Իրանք ունեին կենտրոնական կոմիտե, երիտասարդական բաժին, նույնիսկ ռազմական բաժին, կանանց բաժին եւ այլն։ Բայց սրանց ես կարող եմ ասեմ փարա կուսակցություն, այսինքն կուսակցության նման մի բան են, բայց կուսակցություն չէին, որովհետև են բանվորական դասակարգը որ իր մոտորնա գոյություն չուներ Պարսկաստան։ Իսկ են երկուսը, Ջեփե Մելի եւ Նեհզաթ Ազադին, սրանք իրանց անունի մեջ կուսակցություն չկա։ Եվ իրանց ուղղությունը իրանք ասում են, այսինքն իրանց կանոնակրի մեջ կա որ ազգային են։ Բայց հստենց էլ ես չհասկացա սրանք ինչ են ասում։ Իհարկե սրանք Պարսկաստանի մի մաս ինտելիգենցիան, որ իրանք չէին ուզում ծախակողմյան լինեին, այս կուսակցությունների մեջ էին եւ այս կուսակցությունները նույնիսկ կուսակցության չի լիասել դրանց, որտեղ կուսակցությունների բոլոր օրգանիզացիայի մասերն իրանք չունեին։ Օրինակ հեղափոխությունից հետո երկիրը ասենք տվեցին Ջեփե Մելին, որ կառավարեր, Ջեփե Մելին երիտասարդական կազմակերպություն չունեին եւ ամենը որ այդ կուսակցության կամ այդ օրգանիզացիայի ներսն 80-ից վերև մարդ էին։ Այսինքն մարդիկ նույնիսկ կադր չին սարքել իրանց համար։ Չնայած որ իրանք այդքան էլ արգելված չէին Պարսկաստանում։ Համենայն դեպս, եթե էլ որ կուսակցությունը լի, որտեղ բանվորական հիմք չունի կամ այսինքն այն էնջինը, այն մոտորը որտեղ գոյություն չունի, սրանք լինում են կոպիներ ուրիշ երկրներից, այսինքն զարգացած երկրներից կամ սովետական միությունից։ Իսկ հետագայում 1973, եթե 74 թվին թագավորը հիմնեց մի կուսակցություն, նայ, խոսում են ոնց որ խանութ, ոնց որ պիցցայի խանութ, թագավորը հիմնեց մի կուսակցություն Ռաստախիզ անունով եւ ինքը տելևիզիոնի մեջ ասավ որ ամեն Պարսկաստանում ապրող ժողովուրդները պետք է լինեն այս կուսակցության անդամ, եթե չէ թողնեն եւ հեռանան երկրից։ Նայեք ընկերներ, հիմա թագավորի մասին այդքան խոսում են, սմարթը ինձ թվում է կամ իսկի չի հասկացել կուսակցություն ինչ է, կամ էլ անխելք է։ Ասենք ոնց մարդ կարող է մտես բան անի։ Հիմա ինչ եմ ես ես ասում։
ասենք մի մոմենտ մենք երևակայենք, որ մենք թագավորին շատ էինք սիրում, շատ լավ մարդ էր, շատ լավ ղեկավար էր, ամենալավն էր, եւ ամենով լինեինք այս կուսակցության անդամ։ Ինչ ենք լուծում։ Այս կուսակցությունը ում կուսակցությունն էր, ում շահերն էր պաշտպանում։ Ասենք եթե սկի մարդ չմասնակցեր այդ կուսակցություն, թագավորն ինքը տեղ կար մենակ դիկտատորներ, որ ինչ ուզում էր անում էր, կուսակցությունի լինել կամ չլինելը ոչ մի դեր չէր խաղում։ Ուղղակի ցույց է տալիս, որ մարդը կամ չի հասկացել կուսակցությունը ինչ է, չնայած ինքը կրթվել էր Շվեյցարիայում, կամ էլ խելք չունի, ընդհանրապես չի կարողանում մտածել։ Թագավորի մասին հետո մի հատ ծրագրի մեջ կխոսամ թագավորի եւ Պարսկաստանի մասին։ Այսօր մենակ խոսում ենք կուսակցություններից։ Երկրորդ կուսակցությունը վերցնեմ խոսամ կոմունիստական կուսակցություններն են։ Բոլոր կոմունիստական կուսակցությունները ստեղ ես առանձնացնում եմ Կուբա, Վիետնամ եւ Չինաստանի կոմունիստական կուսակցություններին։ Մնացածը կոպիներին սովետական կոմունիստական կուսակցությունից։ Եվ մինչև այսօր էլ ես չեմ հասկացել սովետական միության կոմունիստական կուսակցությունը, որ օքեյ, մեր ժամանակ կուսակցություն սարքեցին, Ռուսաստանում նախ սոցիալ-դեմոկրատական կար, նարոդնիկները կամ մենշևիկները, որ ասենք հեղափոխությունը սկսեցին ցարի դիմաց 1905 թվականին պարտվեցին, իսկ հետագայում Լենինն եկավ եւ կոմունիստական կուսակցությունը այսինքն հաղթեց սովետական միությունում, ցարին քշեցին եւ իրանք երկիրը վերցեցին իրանք ձեռք։ Մինչև այսքան ես հասկանում եմ կոմունիստական կուսակցությունը որպես ժողովրդին օրգանիզե աներ, որ ինչ որ մի հեղափոխություն կատարի։ Իսկ հեղափոխությունից հետո պետությունն իրանք են, լրիվ ինդուստրի, ինչ որ սովետական միության մեջ կա արդեն բոլորը պետական են, ստեղ կուսակցությունն ինչ դեր է խաղում։ Ես ստենց էլ մինչև այսօր չեմ հասկացել։ Ում շահերն է պաշտպանում։ Որտեղ մենք կլասիկ կուսակցությունն ասենք, որ երկու ձև կլասիկ կուսակցություն կա, կան ցախակոմյան կուսակցություններ, որ բանվորների կամ բանվոր դասակարգի շահերն են պաշտպանում, իսկ կան աչակողմյան կուսակցություններ, որ կապիտալիստների շահերն են պաշտպանում։ Երբ երկրում գոյություն չունի կապիտալիստ, ուրեմն այդ կուսակցությունը չկա, իսկ մնացածն էլ ամենը պետական է։ Կոմունիստական կուսակցությունը որպես կուսակցություն ինչ գործ ուներ, ինչ էր իրանից ներկայացնում, ես ստենց էլ չեմ հասկացել։ Մնացած երկրներում կոմունիստական կուսակցությունները կոպի են սովետական միության կուսակցությունից, որ այսինքն իր առաքելությունն արել են, հեղափոխությունն արել են, վերջացել էր եւ արդեն իրանք գործ չունեն անելու։ Իսկ ես առանձնացրեցի Կուբայի կոմունիստական կուսակցությունը, Վիետնամինը եւ Չինաստանինը։ Այս երեք ընկերներ մինչև այսօր էլ դեռ կան այս երեք կուսակցություն, այսինքն սովետ արդեն 30-40 տարի է փլուզվել է, այսինքն գոյություն չունի, բայց այս երեք երկրները ունեն իրանց կոմունիստական կուսակցությունը։ Նույնիսկ եթե վերցնենք Կուբայինը, Կուբան արդեն 60 տարի է սանկցիաների տակ է, բայց իրանց կուսակցությունը դեռ գոյություն ունի։ Պատճառը այն է, որ այս երեք երկրի կուսակցությունները ոչ թե կոպի են, այլ իրանց ազգային շարժումներն են, որ կոմունիստական կուսակցությունի ձև են ստացել։ Դրա համար էլ արդեն այսօր էլ դեռ կանգուն են այս կուսակցությունները։ Okay, հիմա մի քիչ տանք կողի հարևան երկրներում տեսնենք ինչ է կատարվում։ Ամենամոտիկը որ կարող եմ գնամ, դա Իրաքի Քուրդիստան։ Ուրեմն Քուրդիստանում մի հատ կուսակցություն կա, որ կոչվում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն, որ իր հիմնողը Բարզանին է, Մասուդ Բարզանին է, որ ինքը մի հատ ֆեոդալ է։ Եվ այդ երկրի մաս, որ հիմա արդեն ինչ որ չափով անկախությունն է, ֆեոդալական
կարգեր են տիրում։ Հիմա Բարզանին, որ ինքը ֆեոդալ է, մի հատ կուսակցություն է սարքի թակավերի նման, անուն էր դրել է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն։ Այստեղ մենակ այս անվաններս մենակ Քուրդիստանն է, որ իմաստ ունի։ Ոչ դեմոկրատականը, ոնց կարող է դեմոկրասի լինի, երբ ոչ, այսինքն հալա ֆեոդալական կարգերի մեջ ես։ Եվ ոնց կարող է լինի կուսակցություն, եթե դու իսկի այսինքն մի հատ ուրիշ կուսակցություն չկա կամ դու ինդուստրի չունես, ֆեոդալական կարգերի մեջ ինչ կուսակցություն։ Ուրեմն ես մի հատ կոպի անունն էլ սիրուն անուն են դրել, որ ես եմ, որ ասեն, հա, մենք էլ դեմոկրատական ենք, կուսակցություն էլ ունենք, բայց բարի բոնի մասնով ոչ չի նշանակում եւ ոչ մե գործ էլ չի կարողանում անի, այսինքն սարկված չի դրա համար։ Այդտեղ կողի երկրներ, արաբական երկրներում ամեն ունեն բաս կուսակցությունը, որ ինքը մի հատ արաբական սոցիալիզմի ձևի կուսակցություն է, եւ այս երկրները բոլորն էլ ռեսպուբլիկաներ են։ Բայց հերը մեռնում է, տղեն է գալիս գործիքլող։ Ստեղ էլ չի աշխատում, չի էլ կարող աշխատի։ Նորից այս բոլոր երկրների մեջ այս կուսակցությունները մի հատ կոպի է, որ վերցրել են Եվրոպայից կամ զարգացած երկրներից։ Այն մեկ ուղը օրինակ Աֆղանստանն է, որ այն ժամանակին Սովետը գրավեց Աֆղանստանը, Աֆղանստանում առաջացավ մի հատ կոմունիստական կուսակցություն, Աֆղանստանի կոմունիստական կուսակցություն։ Հետո պատկերացրուք, մատ երկրի մեջ կոմունիստական կուսակցություն է սարքվում, եւ այդ երկիրը մի մետր երկաթողակիցություն չունի։ Ասենք ֆեոդալիզմից էլ մի բան ենկող, ստրկատիրական, որ ուզում նոր անցնի ֆեոդալիզմը, դա կոմունիստական կուսակցություն է առաջանում, եւ ոչ չի կարողանում անեն, չի կարող աշխատի, զարմանում են էլ որ չի աշխատում, չի կարող աշխատի։ Ոնց կարող է նման երկրում մի տես կուսակցություն աշխատի եւ կուսակցության արդեն անիմաստ է այդ երկրներում կուսակցությունը։ Մի քիչ են գողեթանք Պակիստանում։ Իրանք մատ հետաքրքիր կուսակցությունն են, որ կոչվում է PPP, People Party of Pakistan։ Ես էլ ես մենակ սիրուն անունը, որովհետև այդ կուսակցությունը Զոլֆաղար Ալի Բութուի ընտանեկան կլուբն է։ Այս կլուբի կամ այս կուսակցության անդամները բոլորը կրթվել են Անգլիայում, նույնիսկ իրաց տան մեջ անգլերեն են խոսում։ Ես զարմանում եմ, որ սրանք նույնիսկ չեն կարողանում, դժվար կարողանան խոսան հասարակ պակիստանցու հետ։ Բայց կոչվում է People Party of Pakistan։ Ստեղ էլ մենակ Պակիստանն է, որ իմաստուն է։ Ոչ people-ի հետ գործ ունեն, ոչ ժողովրդի հետ գործ ունեն, ոչ էլ party-ը։ Պակիստանում ինդուստրի գոյություն չունի։ Այնտեղ նույն Պակիստանը մի հատ երկիր է ստրկատիրականը ֆեոդալիզմի մակարդակի։ Այս երկրներում նորից էլ մի հատ անուն իրանք կոպի են արել եւ կուսակցությունը պարզ է, չի աշխատի։ Մի հատ պրիվատ, ասենք սեփական կլուբ է, որ պատկանում է Բութոյի ընտանիքին։ Եվ այդտեղ էլ տեսանք, որ Բենազիր Բութոյին, որ սպանեցին, իր ամուսինն եկավ գործիքլող։ Ասենք թակավորությունից էլ մի բան են գող։ Ուրեմն ընկերներ, մի բան, որ շատ հետաքրքիր է, որ մենք նորից էլ ուզում շեշտեմ, կուսակցությունները չեն կարող ազգային լինեն։ Այսինքն իր հիմնական գործը, որ կուսակցությունն անում է, ազգայնություն չի, կուսակցությունը պաշտպանում է այդ երկրի իրանց բնակչության մի հատուկ մասի շահերը, բանվորների շահերը, այսինքն եթե էկոնոմիկական եւ պոլիտիկական ենք մոտենում, կարող են պաշտպանեն բանվորների շահերը կամ էլ հարուստները կամ կապիտալիստներն իրանց կուսակցություն ունենան, որ պաշտպանեն իրանց շահերը։ Եվ սրանք իրար հետ մրցում են, որ վրեկան պետության ներսը աշխատում են կանոնները, նոր կանոններ տնեն կամ կանոնները փոխեն իշահ իրանց անդամների։
Հիմա մի քանի բառ ուզեմ խոսամ Հայաստանի կուսակցությունների մասին։ Եվս առաջի կուսակցություն վերզեմ խոսամ, դա Դաշնակցությունն է։ Ուրեմն, ըստեղ ես Վիկիպեդիայից հանել եմ Դաշնակցության, որ ինչ կուսակցությունն է ինձ ձևի է։ Ուրեմն, անուն կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն։ Այս անունի վրա ես պրոբլեմ ունեի, որովհետև այս անունը սխալ է։ Երբ ասում ենք դաշնակցություն, այսինքն մի քանի կուսակցություն, մի քանի օրգանիզացիա պիտի միանան իրար վրա դաշնակցություն ունեն, դաշնակցություն անվանեն։ Իսկ բանիմաց երեխեքից վր ընկերներից վր հարցրեցի, ասին իր իսկական անունը Հայ հեղափոխականների դաշնակցությունը։ Արդեն իմաստ է տալիս։ Հայ հեղափոխությունների դաշնակցություն։ Ուրեմն, անունից անցնում ենք, կարևոր չի, ուղղակի ուզում եմ շեշտեի։ Ուրեմն սենց է գրվում Հայ ազգային սոցիալիստական կուսակցություն։ Նայեք ընկերներ, մենք ասենք կուսակցությունը ազգային չի։ Նույնիսկ հայի վրա ես Հայաստանի կարող ալի, Հայաստանի սոցիալիստական կուսակցություն, ոչ թե հայ։ Այսինքն, եթե Հայաստանում ասենք, թե դաշնակցականները կան պետությունը վերցնեն, այդտեղի եզդիներն ու հույները չեն մտնում ես իրանց կանոնները չի, դրանց համար չի կամ դրանց շահերը չեն պաշտպանելու։ Ուրեմն, հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստոփոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Մինչև այսքան ինչ ես գիտեմ, այս երեքն էլ նարոդնիկներ են եղել, այսինքն ազդված Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական շարժումից։ Դրանց ասում են նարոդնիկներ կամ հետագայում մենշվիկներ, ավելի շուտ, և նարոդնիկները եղել են սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Եվ արդեն ստեղ բանանում կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքի ավելի 40 երկրներում, ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի և այլն, okay? Այս միած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այսինքն եթե ասենք Ֆրանսիայում ինքը աշխատում, Ֆրանսիայում պիտի ինքը մտնի Ֆրանսիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ։ Այդքան բան, ասենք իմաստը ձեռից տալիս է, հայկական սոցիալ-դեմոկրատական մտս բան չունենք, որտև սրանք շահեր են պաշտպանում, և Ֆրանսիայի օրինակ ամենամոտիկ կուսակցություն իրան սոցիալ-դեմոկրատները ինքը պիտի մտնեն այդ կուսակցության մեջ։ Իրանում ինչ սոցիալիստական կուսակցություն, ինչ կուսակցության մասին է խոսքը, կամ Սիրիայում։ Okay, խորհրդարաններում անդամ ունեն, բայց չի նշանակում, որ իրանք կուսակցական գծով են գնացել խորհրդարանների մեջ։ Իրանք ներկայացնում են հայ ժողովուրդը որպես փոքրամասնություն։ Իսկ այս կուսակցությունը ինչու եմ հիմա ես խոսում այս բաների մասին։ Ուրեմն սենց է լինում, որ 1890 թվին սրանք կազմում են 3 հոգին, կազմում են Հայ հեղափոխականների դաշնակցության կուսակցությունը, ուղղակի դերեղ ուրիշ հեղափոխականներ էլ պետք է լինեին, որ հեղափոխականների դաշնակցություն կուսակցությունն է կազմում, և բոլորս լավ գիտենք, որ արդեն 1890 թվականներից հետո մինչև 1919-20 թիվը առաջացավ, այսինքն 18-ից մինչև 20-ը եղավ պետություն, որ դաշնակցականներն անցան որպես պետության գլուխ, իսկ հետո հայկական ջարդը եղավ 15 թվին, և մի մաս հայերը հանվեցին, քշվեցին դեպի Սիրիա, Լիբանան, հիմնականում դրանք, իսկ մի մասը ֆրանսիացիք վերցրին տարան Ֆրանսիա, և այն ժամանակ, որ իրանց պետությունը, այսինքն դաշնակցական պետությունը տապալվեց հայ բոլշևիկների ձեռով,
Իրանք էլ էս բաները ով որ կարողացավ երկրից դուրս եկավ եւ գնացին այդ համայնքներում որ հայություն գոյություն ունեն շատ բնական բան է իսկ երբ դաշնակցականները գալիս են օրինակ Լիբանան, Սիրիա, Կիպրոս կամ Ֆրանսիա իրանք կրթված մասան էին դրանցից եւ շատ բնական է որ իրանք արդեն այդ ժողովրդի հայապահպանությունը դպրոցները եկեղեցին ամեն ինչ վերցնեն իրանք ձեռ այսինքն այստեղ կուսակցական աշխատանք չի որտեղ իրանք կրթված են արդեն այդ գործը այդ պարտականությունը իրանք վերցնում են եւ ես երբեք հարցականի տակ չեմ դրել իրանք ազգայնականության մասին բայց ազգայնականությունը սոցիալիստական կուսակցության հետ չի բռնում այսինքն սրանք երկու տարբեր բաներ են եւ այսպիսով իրանց գաղափարախոսությունը որ նայում ենք դեմոկրատական սոցիալիզմ ես հասկանում եմ այսինքն եթե ասում ենք սոցիալիզմ դեմոկրասին էլ մտնում է ներսը Իրանը որտեղ էս կոպի արած է եվրոպական երկրներից հայկական ազգայնականություն ես չեմ հասկանում այսինքն այս բառը հայկական ազգայնականությունն ու ցախ ազգայնականությունը չի համընկնում դեմոկրատական սոցիալիզմի հետ բայց այստեղ մի հատ հետաքրքիր բառ էլ կա կոչվում է հակասովետիզմ այսինքն եթե հակասովետիզմը մտել է այս կուսակցության մեջ 1890 թվականին մեկի հարցականի տակ է որտեղ 1890 թվականին սովետական միություն գոյություն չուներ որ այս կուսակցությունն էր հակասովետիզմ իսկ որ դաշնակցականները հակասովետ էին այդ 100%-ը մենակ դաշնակցականները չեն աշխարհի բոլոր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները եղել են հակասովետ չնայած իրանք բանվորների շահերն են պաշտպանում բայց իրանք եղել են հակասովետ նույնիսկ իրանք ավելի հակասովետ են եղել քան թե աչակողմյան կուսակցությունները այս մասը 100%-ով համընկնում է Միացյալ Հայաստան ըս ոչ մեկ կապ չունի կուսակցության հետ ուրեմն կարճ ասած եթե մենք խոսում ենք այսինքն ես խոսում եմ դաշնակցության մասին իհարկե սրանք էլ թուդե կուսակցության նման դաշնակցականները կազմակերպված են ունեն ամեն կուսակցության ամեն մասերը ունեն երիտասարդական ունեն գերագույն խորհուրդ եւ ամեն ինչ բայց իրանք կուսակցություն չեն էլ կարող լինեն որովհետեւ բանվոր դասակարգը որ իրանք պիտի ներկայացնեն գոյություն չունի այսօր էլ Հայաստանում գոյություն չունի մտենց այսինքն ինդուստրի գոյություն չունի բանվոր դասակարգ էլ գոյություն չունի եւ կուսակցությունները մենք մանրամասը երկու անգամ անցյալ ծրագրերի մեջ ասեցի որ դրանք առաջացել են ինդուստրիալիզմի հետևանքով եւ ընդհանրապես կուսակցությունը իմաստ ունի միայն զարգացած ինդուստրիալ երկրներում անկախ իրանց կրոնից օրինակ Ճապոնիան եւ Հյուսիսային Կորեան էլ իրանք զարգացած երկրներ են դրա համար էլ իրանց երկրների մեջ կուսակցությունը իմաստ ունի իսկ մնացած երկրներում կուսակցությունը մի հատ կոպի է սրանցից որ լինում են 100%-ով անիմաստ բաներ Okay, հիմա մի քիչ Հայաստանի ուրիշ կուսակցություններից խոսանք ես լավ հիշում եմ որ Արցախի ընտրությունների ժամանակ մասնակցել էին 35 կուսակցություն դուք մի րոպե հիշեք Շվեդիայի կուսակցությունները շվեդիայի ման ինդուստրիալ երկիր 4-5 հատ կուսակցությունի էտել ամեն մեկը առանձնացել են կամ բանվորական կամ կապիտալիստներից եւ ամեն գտնվում են մեջտեղը իսկ 35 կուսակցություն սրանք ում են ներկայացնում ում շահերն են պաշտպանում
Արցախում ինդուստրի չկար, որ սրանք բանվորական դասակարգ լեր, որ իրանք շահերը պաշտպանեին։ Կամ այդքան կապիտալիստ չկա, որ 35 հատ կուսակցություն կապիտալիստների շահերը պաշտպանեն։ Նմանապես Հայաստանում 200 հատ կուսակցություն կա։ Կանանչ Հայաստան, Կապույտ Հայաստան, Ծիրանի Հայաստան, Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցություն, ամեն ինչ, ասինքն եպես հայերի կուսակցություն, Հայաստանի կուսակցությունների մասին եմ մտածում, հիշում եմ Հովանես Շիրազի անունների պոեմը, որ ասում էր մարդ չգիտի լատե խնդա։ Ուրեմն ես ինչ երևույթ է, ոնց կարող է մի հատ երկրում 200 հատ կուսակցություն գոյություն ունեն։ Պատճառն է, որ կուսակցությունը Արցախում եւ Հայաստանում մի հատ դուքան է, խանութ էլ չի, դուքան։ Այսինքն եթե 5 հոգի կարող են մի հատ կուսակցություն սարքեն, նայեք կուսակցություն սարքեն, տենց որ կուսակցություն բացեն, տենց որ խանութ են բացում, տենց որ պիցցայի են բացում, տենց որ եսիմ մեքենայի լվացելու կենտրոն են բացում, այդ մակարդակի է։ Բացում են, այսինքն գաղափարախոսություն ընդհանրապես գոյություն չունի, բանվոր էլ գոյություն չունի, որ իրանք շահերը պահանջեն, կապիտալիզմը խո դոդի գագոնամը 3-4 հոգի են, դրանք էլ 200 հատ կուսակցություն կարիք չունեն։ Ուղղակի սրանք ամենահեշտ ձևը գտել են, 5 հոգով մի հատ կուսակցություն են ստեղծում, երևի զորոսից էլ փող են առնում, որտեվ անհնարն է, եթե մարդ չի աշխատում, ոնց կարող է 10 տարի, 20 տարի ինչ որ 5 հոգի մի հատ կուսակցություն ունեն, առանց են որ աշխատեն, իրանք գոյատևեն։ Ուրեմն մտեղից փող հասնում դրանց։ Եվ սրանց ամեն բանն է տա, որ իրանք ընտրություններ իրար այդ կոալիցիայի մեջ էլ չեն մտնում, որտեվ կոալիցիան լինում է վտանգավոր։ Ասենք եթե 5 հոգի, 25 հոգի մտան կոալիցիայի մեջ մի հատ կուսակցություն, եթե սրանցից մեկը գնաց խորհրդարան, մնացած դուսն են մնում։ Իրանց նպատակը այդ չի, որ դուս մնան, իրանց նպատակն է, որ իրանք մտնեն խորհրդարան, որ ոչինչ չանեն, փող ստանան։ Նույնիսկ պարգևավճար։ Դրա համար կոալիցիոն գոյություն չունի եւ գաղափարախոսություն գոյություն չունի, Հայաստանում ինդուստրի չկա, ընկերներ։ Նույնիսկ Չինաստանում, եթե ուզենին կուսակցություն բացեն, այդ հսկա ինդուստրին 3-4 հատ ավել չէր լի, ասենք մի օր կոմունիստական կուսակցությունը փոխվի, լինեն հենց Եվրոպայի նման կուսակցությունների։ Ուրեմն այստեղ Հայաստանում մաքուր խանութը բացված եւ իրանք փող են ստանում իրանց բանի շարունակելու, իրանց նպատակն է դա, որ մտնեն խորհրդարան կամ էլ խորհրդարան չմտան, իրանց ընկերների միջոցով կան նրանք ինչ մտել են խորհրդարան, իրանք թաղապետարան, եսեմ քաղաքապետարան ինչ որ աշխատանք ստանան եւ իրանց կյանքը կարողանան էկոնոմիկապես ապահովեն։ Մի հատ հետաքրքիր բան պատահեց, այդ Արման Բաբաջանյան իր նոր կուսակցությունը որ հիմնադրել էր, եկան մատենադարանի առաջ 6-7 հատ ջահելին, կանգնեցին, կարդացին, որ մեր նոր կուսակցությունն է, անունն էլ էս է եւ էկոնոմիան էլ մենք վարելու ենք ազատ կապիտալիզմ։ Մի հատ Արա Հարությունյան կայդ հետաքրքիր ասում, ախպեր, ծեր արտադրածը մեշոկ, 2 մեշոկ կարտոլ ու մեշոկ թարխուն, ինչա տարբերվում դու ինչ սիստեմով ես ուզում վարես այդ։ Ուրեմն այսպես ասած Հայաստանի կուսակցությունները չի կարելի ասկի չի կարող կուսակցություն գոյություն ունենա, եթե ինչ որ 200 հատ կուսակցություն կա, դա ոչ մեծ զարմանալի բան չկա, ստենց որ աստի իրանց հացի ճանապարհն է։ Այսով ես այսօր ավարտում եմ կուսակցությունների մասին եւ նորից շեշտում եմ, որ կուսակցությունները առաջ են եկել զարգացած ինդուստրիալ երկրներում եւ իմաստ ունեն միայն
այդ երկրներում։ Եվ եթե մենք խոսում ենք նույնիսկ դեմոկրասիայից, եթե դուք աշխարհի քարտեզը նայեք, որ նախկինում ես խոսացել եմ մասին, դեմոկրասիան գոյություն ունի բոլոր այն երկրներում, որ իրանց ինդուստրին զարգացած է։ Այսինքն իրանց ինդուստրին զարգացած է, այդ երկրներում գոյություն ունի իմաստավոր կուսակցություններ, եւ այս կուսակցություններն էթում են parlament, ընտրությունները լինում էթում են parlament։ Եթե զարգացած ինդուստրիալ երկիր չի, նույնիսկ դեմոկրասի չի կարող գոյություն ունենալ։ Հայաստան խոսում են դեմոկրատական Հայաստան եւ ժողովրդավարություն, դա մուֆտա խոսակցություններ են։ Մուֆտա խոսակցություններ, ուրիշ ոչ մի բան։ Այսօր այսքանը, հաջողություն ձեզ, մինչև նոր հանդիպում։